Նախ ուզում եմ ասել, որ սահմանի բացելը դա հարաբերությունների կարգավորում չի։ Սահմանը էլի բաց, դա ինչ մի հատ միջադեպ է, մանր հարց է, այսինքն դրանով սահմանը կամ անգամ սահմանա նշումն ու բանը, դրանք կարգավորումը դա շատ ավելի բարդ, այսպես բազմակողմ եւ այլն։ Հիմա կա հանցագործ կողմ, ակնհայտորեն դա Թուրքիան է, որը եւ ցեղասպանության է ենթարկել այս ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության, կրկնում եմ, ոչ թե պատմական Հայաստանի Հանրապետության տարածքներն է գրավել եւ այլն։ Հիմա, եթե կարգավորողը նա է, որ դու ստիպում ես զոհին, որ ինքը համաձայնի, որ դու ճիշտ ես, դա կարգավորում չի։ Դա ուղղակի սպառնալիքի տակ հարկադրանք, հա, ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանը անգամ այդ հաճույքով անգամ դա անում, ուրիշ բան, բայց ամեն դեպքում միջազգային ինքը պատահական չի, հարկադրանքի տակ ընդունված իրավական ակտերը, դրանք անօրինական են, դեղ կա, ասենք, անդը դյուրես է գոչվում, այսինքն այդ դրա անօրինական է, ակնհայտ է, չէ՞ որ հարկադրանք կա։ Եթե Ալիևը, եթե սրանք խոսում են ցեղասպանությունը կրկնելու մասին, եթե սրա մասին պիտի խոսան, նայեք, եթե իմ համար ընդունելի չի, բայց ես կարող էի համակերպվել այն մտքի հետ, որ որոշել են ամեն ինչ ուրանան, ամեն ինչից հրաժարվեն, բայց այս 29,000 քառակուսի կիլոմետրի վրա հայ ժողովուրդը պետք է ապրի երջանիկ, ապահով, բարեկամական հարաբերություններ ունենալով հարևաններ հետ եւ այլն։ Հակառակ կողմերն նման պատրաստականություն։ Երբ որ օրինակ Էրդողանն ասում է, ինչ է այդ անցյալի հիշողությունները պատանց չպահեն ներկան ու ապագան։ Այսինքն այդ սահմանը ով է փակել։ Անցյալի հիշողություն չի, այսօր սա փակված է։ Զենքը ով է տալիս Ադրբեջանին, ով է հայտարարում, որ Էնվերի ոգին թևածում է մեր վրա, դա էլ անցյալի հիշողություն։ Օրը մեջ համատեղ ռազմական բան եք, զորավարժություն եք անում Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով, դա էլ է պատմական հիշողություն, հա պատմականը գիտեք ոնց կլներ, երբ որ դե լավ այդ ներողություն սխալ ընդունելը դնենք մի կողմ, այսինքն իրանք դրան պատրաստ չեն, բայց լռելային կերպով այս ամբողջ հաղթանակ սահմանը բաց է, այնտեղ հայ համանքի նկատմամբ վերաբերմունքը լավ է, չգիտեմ Հայաստանի հետ լավ հարաբերություններ, այսինքն դե ֆակտո այդ բերքում այդ դեպքում ժողովրդի մասն էլ կարող ասել դե լավ հիմա տեսեք մենք բարեկամական հարաբերություններ ունենք, ինչի անպայման փաստաթղթավորենք դրա ասենք այդ սխալի ընդունումը, բայց իրանք իրականացնում են այսօր թշնամական քաղաքականություն Հայաստանի նկատմամբ Ալիևի մասին չեմ խոսում, նա ընդհանրապես, այսինքն Հայաստանի գոյության իրավունքը, եթե Թուրքիան գոնե ձևականորեն պատրաստ էր եւ պատրաստ է միշտ եղել ինչ որ փոքր Հայաստանի գաղափարն ընդունի, Ադրբեջանը դա էլ չի ընդունում։ Ադրբեջանը դա էլ չի, Երևանը իրենցն է, ամբողջ Հայաստանը արևմտյան Ադրբեջան են համարում։ Հա, դա ոչ միայն համարում է։ 22 թվականի դեկտեմբերին իրենք ստեղծեց Ալիևի մասնակցությամբ բացվեց արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը, որը պետության կողմից հսկայական աջակցություն է ստանում, որի ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի անդամ է, որը հնչեցնում եւ բարձրաձայնում է ադրբեջանական պետության ծրագրերն ու այդ ուղենիշային քաղաքականությունը։ Եվ մենք տեսել ենք ինչի մասին իրանք որ խոսում են, եթե դա տվյալ բան դեռևս պետական քաղաքականության մաս չի, անպայմանորեն դառնում է, որտեղ դա բարձրախոս է ստեղծված իրենց համար։ Այսինքն դա այն ինչ որ ասում են soft power, փափուկ ուժի միջոցով այդ գաղափարն են տանում, այսինքն էլի Երևանի հրապարակացույց են տալիս, ասում են, չգիտեմ, էս մերն է։ Նրանք այն աստիճանի լկտիության են հասել, այն օրը կարդում էի ադրբեջանական դրատվականի մեջ, որ հայերը Երուսաղեմում 3 եկեղեցիներ են, որոնք խլել են ալբանացիներից, այսինքն իրենց ոտնձգությունը արդեն միայն Հայաստանը չի, այլ հայ եկեղեցու Հայաստանից դուրս գտնվող վանքերին ու տաճարներին ուզում են տիրություն անեն եւ այլն բանը։ Եվ սա լուրջ պետք է մոտենալ։